Հեղուկ գազի ներկրման խնդիրներով պայմանավորված Իրանի հանգամանքներ, ինչպես նաև Լարսի անցակետը, կարճ ժամանակում ռուսական հեղուկ գազը Հայաստանի Հանրապետություն կներմուծվի երկաթուղով, Ադրբեջանի տարածքով, հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։ Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի, հայկական կողմը մարգարեի անցակետը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում իշխանական թևից են հայտնել։ Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահը ճիշտ է փակագծերը չեն բացել, բայց հայտնել են, որ այդ ուղղությամբ առաջիկայում զարգացումներ կլինեն։ Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականից Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներն էին պայմանավորվել, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացվի։ Հայաստանի եւ Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական գործակցությունը թեւակոխել է նոր փուլ։ Հնդկաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Նագպուրի գործարանից կառավարվող պինակահրթիռների առաջին խմբականակի արտահանումը դեպի Հայաստան։ Երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերի շրջանակում Հայաստանը ներկրում է կառավարվող հրթիռներ եւ պաշտպանական նշանակության ժամանակակից սարքավորումներ։ Վերջին տվյալներով Հայաստանի կողմից հնդկական արտադրության զենքի եւ զինամթերքի գնումների ընդհանուր ծավալը արդեն հասել է 600 միլիոն դոլարի։ Այս գործընթացը հանդիսանում է Հայաստանի պաշտպանական համակարգի արդիականացման եւ սպառազինության մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման կարևոր մասը։ Վրաստանի կառավարությունը մտադիր է 2026-ին ամբողջությամբ ավարտել Ադրբեջան ու Հայաստան Թուրքիային կապող ճանապարհների շինարարությունը միջին միջանցք նախագծի շրջանակում։ Միջին միջանցքը երթուղի է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով եւ այնուհետեւ դեպի Եվրոպա։ Ըստ կառավարության ծրագրերի, որոնք ներառված են 2026-ի բյուջեում, նախատեսվում է ամբողջությամբ ավարտել դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ տանող Ռուսթավի Կարմիր կամուրջ եւ Ալգեթի Սադախլո հատվածների շինարարությունը, ինչպես նաեւ կառուցել դեպի Թուրքիայի սահման տանող Բաթումի Սարփի ճանապարհը։ Առանց վիզայի երկրների, այդ թվում Հայաստանի վարորդները Ռուսաստանում կարող են մնալ մինչև 180 օր, ներկայիս 90-ի փոխարեն։ Այս ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, ըստ որի վարորդը Գոսուսլուգի պորտալում պետք է ժամանակին ներկայացնի հայտը։ Փաստաթուղթը արդեն հրապարակվել է իրավական ակտերի նորմատիվային պորտալում եւ այն վարորդների համար է, որոնց երթուղիներն անցնում են Բելարուսով եւ երկար ժամանակ են պահանջում սահմանային ու մաքսային հսկողություն անցկացնելու համար։ Ի տարբերություն աշխատանքային միգրանտների, նրանց համար Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի թույլտվության փաստաթղթեր չեն ձևակերպվում, ինչը թույլ չի տալիս երկարաձգել կացության ժամկետը։ Ծանուցում վիզայի դիմորդների համար, եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից եւ ձեր դիմումում լրացվել են սխալ կամ կեղծ տեղեկություններ, ապա դեսպանատունը իրավունք ունի չեղարկել ձեր հանդիպումը։ Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից եւ հավելյալ վճարներից։ Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության եւ ճշմարտացիության պատասխանատուն դուք եք, ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են Զայեդ մրցանակի։ Մարդկային եղբայրության Զայեդ մրցանակը հայտարարել է 2026-ի մրցանակակիրներին։ Նրանց թվում են Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության, երկխոսության հարաբերությունների կարգավորման ու հակամարտության լուծման գործընթացի համար մրցանակները կհանձնվեն փետրվարին Աբու Դաբիում։ Հայաստանի վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ։ Տամո Ցուցուլյանն էլ ազատվել է փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության պետներքին գործերի նախարարի տեղակալ։ Էլեկտրամոբիլների ներմուծման ծավալները վերջին տարիներին զգալիորեն աճել են։ 2023 թվականին ներմուծվել է 9635, 2024-ին 11793, իսկ 2025-ի նոյեմբերի 30-ի դրությամբ 21590 միավոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլների թվի աճին զուգահեռ զարգանում է նաև լիցքավորման ենթակառուցվածքը, տվյալները ներկայացրել է վիճակագրական կոմիտեն։ 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4.9%-ով, 2027-ին 4.7%-ով։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի կանխատեսման մեջ։ Նշվում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում հնարավոր անհաջողությունները մեծացնում են տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման ռիսկերը։ Միևնույն ժամանակ խաղաղության գործընթացում առաջընթացը կարող է ամրապնդել Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը։
2025 թվականին անշարժ գույքի շուկայում Հայաստանում իրականացվել է 244,000 գործարք, մինչդեռ 2024 թվականին գործարքների թիվը կազմել է 248,900, այս մասին հայտարարել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Նա բացատրել է, որ անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է մինչև 16,300, 2024-ին այս թիվը կազմել է 19,000, հավելել է Պաշտոնյան, դա բացատրելով Երևանի հիպոթեքային եկամտահարկի վերադարձման ծրագրի աստիճանական դադարեցմամբ։ Նա պարզաբանել է, որ սրանք նախնական տվյալներն են։ Հանրապետությունում ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել, դրանք հաշվառելու գործընթացը սկսվում է հունվարի 20-ից։ Նախ պետք է համոզվել, որ շինությունը կառուցվել է մինչև 2021 թվականը, այնուհետև դիմել չափագրողին, որը տեղում աշխատանքներ կատարելուց հետո համապատասխան փաստաթղթերը ներբեռնելու է էլեկտրոնային համակարգ։ Այս մասին քաղաքացին կստանա SMS հաղորդագրություն։ Կադաստրի հաստատումից հետո քաղաքացին կստանա երկրորդ SMS հաղորդագրությունն այն մասին, որ կառույցը հաշվառված է։ Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ կներդրվի։ Բացի այդ, առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև առողջապահության, սոցիալական պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում։ Այս մասին հայտարարել են Արդարադատության նախարարությունից։ Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա այս պահին Հայաստանում ունի 2 ընկերություն, սակայն նրանցից միայն մեկն է գործունեություն իրականացնում։ Հարցմանն ի պատասխան հայտնել են առողջապահության նախարարությունից։ 21 թվականի հուլիսի 5-ից մինչ այժմ լիցենզիա ստանալու նպատակով նախարարության հայտ է ներկայացրել 16 ընկերություն։ Նրանցից 4-ի հայտերը մերժվել են, 12-ինը բավարարվել։ Այս ընկերություններից 10-ի գործունեությունը դադարեցվել է, իսկ մեկը որոշակի ժամանակահատված գործունեություն իրականացրել է, սակայն նրա լիցենզիան դադարեցվել է 2024-ին սեփական դիմումի համաձայն։ Բողոքի ցույցերի ֆոնին Իրանում հաքերները կոտրել են պետական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակումները, որտեղ հրապարակվել է Իրանի վերջին շահի որդու ուղերձը։ Ռեզա Փեհլևին կոչ է արել իրանցի զինվորականներին միանալ ցուցարարներին եւ ձգտել Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի տապալմանը։ Ավելի վաղ Խամենեիի հասցեին կոշտ հայտարարություններ էր արել նաեւ ԱՄՆ նախագահը, Իրանի հոգեվոր առաջնորդին անվանելով հիվանդ մարդ, որը պետք է դադարեցնի մարդկանց սպանելը։ Ամերիկան ռազմական ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք, Իրանի հետ լարվածության ֆոնին Մերձավոր Արևելք է տեղակայվում առնվազն 1 ամերիկյան ավիակիր։ Առաջիկա օրերին եւ շաբաթներին սպասվում է ամերիկյան ռազմական ուժերի ժամանումը Մերձավոր Արևելք օդային, ցամաքային եւ ծովային ճանապարհներով նախագահ Թրամփին տարբերակներ տրամադրելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանին։ Զինվորականները պատրաստվում են մի շարք տարբերակներ կախված Իրանի առաջիկա օրերի ձեռնարկվող գործողություններից։ Ակնկալվում է, որ տարածաշրջանում կտեղակայվեն նաեւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր ամերիկյան բազաները եւ Իսրայելը պաշտպանելու համար։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Պեսկովը անդրադառնալով Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու Թրամփի ծրագրին հայտարարել է, որ այդ կերպ ԱՄՆ նախագահը իր անունը կգրի համաշխարհային պատմության էջերում։ Լավ է դա թե վատ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, թե ոչ, կան միջազգային փորձագետներ, որոնք պնդում են, որ այս քայլով Թրամփը մուտք է գործելու ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային պատմություն, նշել է Պեսկովը։ Թրամփը հայտարարել է, որ Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայից ռուսական սպառնալիքը վերացնելու համար, չնայած ՆԱՏՕ 20 տարի պնդում է, որ դա պետք է արվի։ Երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով առնվազն 39 մարդ է մահացել, մոտ 75-ը վիրավորվել Իսպանիայի Կորդովա նահանգում։ Գնացքում եղել է 317 ուղևոր։ Իսպանիայի տրանսպորտի նախարարը չափազանց տարօրինակ է անվանել երկու արագընթաց գնացքների վթարը, քանի որ այն տեղի է ունեցել երկաթուղու 2025 թվականի վերանորոգված հատվածում։ Հնդկաստանում տեղի է ունեցել Բագուրումբայի փառատոնը, 10,000 պարող դուրս է եկել Գուվահատիի մարզադաշտ կատարելու ավանդական բոդոպարը եւ տոնելու իրենց ավանդույթներն ու մշակույթը։ Փառատոնին ներկա է եղել Հնդկաստանի վարչապետը։
Ինչպես եւ ինչու Արցախը օկուպացրեց Ադրբեջանը։ Ի վերջո, ինչ եզրահանգման է եկել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը։ Ովքեր են մեղավոր, ով պետք է պատասխանատվություն կրի այդ ամենի համար։ Հարցեր, որոնց պատասխանները անհրաժեշտ են հանրությանը, պատերազմում զոհվածների հարազատներին եւ բոլոր նրանց, ովքեր հանուն հայրենիքի կռվեցին 44-օրյայում։ Ահա այս անպատասխան հարցադրումներն են, որ լարվածություն ստեղծեցին ազգային ժողովի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջև։ Ազգային ժողովին չի ներկայացվել քննիչ հանձնաժողովի զեկույցը, բազմաթիվ հարցականներ հարցեր կան այդ զեկույցի հետ կապված։ Հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Ես եմ ասում։ Ու սկսվեց փոխադարձերաձգությունը։ Մեղադրանքներ միմյանց հասցեին, ԿՊԱ-ականները ընդդիմադիրների, վերջիններն էլ իշխանականների հասցեին։ Ու հենց այստեղ էլ բացահայտվեց, թե որքանով են լուրջ տրամադրված օրենսդիրները իրենց աշխատանքին։ Դուք գործի չեք գալի, վերջի 5 տարին են վատաշակերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ, խնդիր չկա, կհրապարակեմ, կխնդրեմ քարտուղարությանը կկազմակերպեն ձեր բացականները, ես անուն առանուն կհրապարակեմ։ Օրինակ ազգային ժողովի նիստերը, խորհրդի նիստերը հրապարակային չին։ Դրա համար չեք գալի, պարոն Մինասյան, այդ նիստերին։ Այ երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետև մեջը քյար չկա։ Եթե հրապարակային չի, գործ պիտի գաք անեք, այն մեջը քյար չկա, որովհետև դուք պետքա գաք, պետքա մի երկու հերթապահ բառ ասեք, հետո գնաք տուն եւ արդարացնեք ձեր գոյությունը որպես ընդդիմություն։ Բոլոր աշխատանքներին են մասնակցում ենք, եթե մասնակցում ենք, շատ լավ ենք մասնակցում, առնվազն ձեր գործընկերներին կարող եք ասել։ Այս ֆոնի վրա ազգային ժողովի իշխանական թևն առաջարկեց հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրենքի հեղինակները համարում են, որ անհրաժեշտ է նման օր ունենալ, հիշատակելու բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին։ Հունվարի 27-ին կհիշատակենք եւ կհիշենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին այդ արդեն որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ընդդիմադիրները դժգոհեցին, որ իշխող խմբակցությունը չի ընդառաջել իրենց եւ չի փոխել վերոնշյալ հիշատակի օրը։ Պատգամավոր Մինասյանի կարծիքով Ռուբինյանը ոչ պատշաճ ամսաթիվ է առաջարկել։ Հունվարի 27-ը մեր համար անընդունելի էր համարվում 2-3 պատճառներով։ Առաջինը այն, որ այնուամենայնիվ ենթատեքստը այսօրը որոշելու թիրախն է հայոց բանակի։ Ավելի շատ PR ակցիա է, քան թե իրական խոնարհումի եւ հիշատակի արժևորման նպատակ է հետապնդում։ Հունվարի 28-ը Հայաստանում նշվել է որպես հայոց բանակի կազմավորման օր։ Յուրաքանչյուր տարի այդ օրը նշվում էր մեծ շուքով։ Հայրենիքի պաշտպանության եւ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այցելում էին Եռաբլուր Պանթեոն։ Նոր օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։ Իդեպ օրենքի նախագծի հեղինակներից է ոչ միայն Ռուբեն Ռուբինյանը, այլև անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանը, ում որդին զոհվեց 44-օրյա պատերազմում։ Արդեն 1.5 կիլոմետր եկել ենք այս վիճակն է։ Արմավիր Գյումրի ճանապարհի Արտենի Արագածավան թլիկ հատվածն է մոտ 25 կիլոմետր։ Հունվարի 18-ին այստեղ բարձի թողի վիճակ էր, ձյունը հեռացված չէր, աղուավազել չկար։ Ամբողջ քաղաքատիպ ավան տանող գլխավոր ճանապարհը իդեպ նաև դեպի Գյումրի։ Դեպի Գյումրի է այսպես գնում մի քանի գյուղերով, տեսնում եք ամբողջ ճանապարհը Մերկասարուց Զյան շերտից անգամ չի հեռացվել։ Լրիվ Մերկասարուց մաքրաշ էլի։ Անգամ ձյունը չեն հեռացել։ Վարորդներին ճանապարհի վիճակը զայրացրել է, մեքենաները շատ են, այդ թվում բեռնատարները։ Արագածոտնի մարզպետի Իթալին խոշորացված համայնքի ղեկավարի ուշադրությունն են հրավիրում, պահանջում պարտավորեցնել ճանապարհը սպասարկող Թալինի Ջանշինին մաքրել ձյունը։ Ես էլ Արագածավանից դեպի Արագած հատվածից գնում էլի նույն բարձի թողի, նույն վատ վիճակն է։ Այս մերկասարույցը նաև վթարի պատճառ է դարձել, որպեսզի հետո էլի վթարներ չլինեն, օպերատիվ քայլեր են պետք։ Հունվարի 15-ին Volkswagen ID4-ը Միկոյան 4 հասցեում բախվել է հետիոտնի համար նախատեսված ցուցանակին կոտրել այն։ Ցուցանակն ընկել է այդ պահին անցնող կնոջ վրա, վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, հետո էլ օգնել քաղաքացիների հետ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Սայդը 8:30-ի սահմաններում է եղել, հիմա է որ ճանապարհը բաց է, բայց այդ ժամանակ երբ որ Volkswagen-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված ցուցանակին, ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց։ Դրանից հետո նոր եկել են նայ։ Հունվարի 18-ին մերկասառույցի պատճառով Արտենի Արագածավան ճանապարհին բախվել են Volkswagen Passat-ն ու Opel Zafira-ն։ 3 հոգի, այդ թվում 8 տարեկան մի աղջնակ վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արմավիրի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ճանապարհն ամբողջությամբ ձյուն էր, աղուավազել չկար։ Իդեպ մոտ միջև այստեղ գալը մոտ 10 կիլոմետր նույն բարձի թողի վիճակն է, ամբողջ, որ չիմանաս քեզ կթվա թե դաշտի միջով ես գնում, ամբողջությամբ ձյուն։ Հունվարի 17-ին Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արտիկապարան Երևան թիվ 355 երթուղին սպասարկող մարդատար գազելն ու գազ 69։ Վերջինը դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում։ 8 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Արագածի շեշ փրկարարական ջոկատի փրկարարները, Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Ծաղկահովիտ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Փոխմարզպետն է հիվանդանոցում եղել, վիրավորների առողջական խնդիրներին ծանոթացել։ Ճանապարհը այս վթարից հետո են բերելը ցե։ Ճանապարհը եղել է մերկասառույց, ճանշինը Մարտիրոսյան սպենա եւ միայն վթարից հետո նոր բարեհաճել են աղուավազ են լցել։ Հունվարի 17-ին Տիգրան մեծ պողոտայում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն, BMW-ն, Kia-ն, Ford-ը եւ Gazelle-ը։ BMW-ն ու Toyota-ն եղել են կայանված 6 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Տեղում են նաև ոստիկանության գվարդիայի ծառայողները, ովքեր պարեկների հետ արդեն տեղում Հունվարի 16-ին Մուսալեր բնակավայրի վարչական տարածքում Ֆորդը դեպի Արմավիրի մարզ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունն ու բախվել դեպի Երևան ընթացող Նիսանին։ Վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կիսակառույց շինությունում, իսկ Ֆորդը հայտնվել է երթևեկելի գոտում։ 4 հոգու օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության վաղաշապատի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն էլ վիրավորներին տեղափոխել են վաղաշապատ բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն են տեղափոխել։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարը Վանիկ Սաղոյանը։ Հունվարի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մայրաքաղաքում, Տիչինայի փողոցի թիվ 83 հասցեում վուլկանիզացիա է արվել։ Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկներ են պայքարել կրակի դեմ։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժշկական օգնության կարիք բարեբախտաբար չի զգացվել։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար դժվարներ չկան։ Հունվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում, Սարալանջի փողոցից դեպի Տերյան փողոց տանող հատվածում Կասկադ համալիրի կիսակառույց շինության մոտ քարերի վրա դի է հայտնաբերվել։ Այն դուրս բերելու համար ոստիկաններին օգնության են հասել փրկարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները։ Նրանք մեծ դժվարությամբ մոտ 500 մետր ոտքով մարմինը մոտեցրել են դիատարին։ Ի դեպ մահացածը ոստիկանության Քանաքերտ Զեյթունի բաժնի եւ իր հարազատների կողմից որոնվում էր։ Նրան որոնում էին ոչ միայն համայնքային ոստիկանները, այլ նաև հարազատները։